Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային Անի Զախարյանը եկել էր սեփական բարձրախոսով ու հայտարարեց ակցիայի նոր օր, նոր հասցե։ Նախաձեռնող խումբը Անի Զախարյանին մեկուսացրեց եւ հայտարարեց, որ ոչ մի հայտարարությամբ հանդես չեն գա, մինչեւ իրենց միանան նախօրեին բերման ենթարկված իրենց ընկերները։ Նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը ազատ արձակվելուց հետո անմիջապես Ազատության հրապարակ եկավ ու հայտարարեց պայքարը շարունակելու մասին։ Շարունակելու ենք պայքարել նույն տանջով մինչև վերջ, ավել չեմ կարող, հուսամ կնայեք հենց նորեն ոստիկանությունից դուրս եկել։ Այդ ընթացքում բարձրախոսին մոտեցավ մի կին ու հայտարարեց, որ այս անգամ ինքն է ցուցարարներին անձամբ առաջնորդելու Բաղրամյան պողոտա ու կոչ արեց հետևել իրեն։ Ցուցարարները կնոջ հետևից գնացին դեպի Ֆրանսիայի հրապարակ, մի մասը նույնիսկ փողոցն անցավ ու շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա, բայց նախաձեռնող խմբին հաջողվեց կանգնեցնել մարդկանց եւ հետ տանել կրկին Ազատության հրապարակ։ Այժմ 7:20 է։ Մենք մինչև 8-ը սպասելու ենք մեր ընկերներից արձագանքների, պատասխանների, որպեսզի նրանք միանան։ Ցուցարարները ոստիկանությանը ժամանակ տվեցին իրենց ընկերներին ազատելու համար։ Ժամանակը լրանալուց հետո նախաձեռնող խումբը որոշում ընդունեց Թումանյան փողոցով գնալ Բաղրամյան փողոց։ Ոստիկանությունն ու ցուցարարները դեմ դիմաց կանգնեցին նույն տեղում այնպես ինչպես նախօրեին։ Ցուցարարների որոշումն էր ոչ մի շփում ոստիկանների հետ։ Իրավիճակը լարվեց, ցուցարարների ու ոստիկանության միջև շփման գիծը չափազանց նեղ էր։ Ցուցարարները որոշեցին ոստիկանական պատին զուգահեռ աղբամաններով պատ կառուցել։ Վալերի Օսիպյանը պահանջեց փողոցի բանուկ հատվածից հանել աղբամանները։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին ձեր մեջ են սադրիչները եւ այդ աղբամանները վկայակոչում են սադրիչների գործողությունների մասին։ Հայտարարությունից հետո բարիկադները հանելու փորձեր արեցին նախաձեռնող խմբի անդամները, սակայն դրանք այդպես էլ մնացին։ Ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր ցուցարարները ազատ են արձակվել եւ նախաձեռնող խումբը սկսեց բանակցել։ Արդյունքում ոստիկանական պատը մի քանի մետր հետ քաշվեց։ Ոստիկանությունը հայտարարեց, որ ցուցարարների երկրորդ պահանջն էլ է կատարված։ Ծառայողական քննություն է նշանակվել եւ առաջարկեցին երրորդ ու գլխավոր պահանջի՝ էլեկտրաէներգիայի չթանկացման հարցով խումբ կազմել, որին կընդունի Հանրապետության նախագահը։ Այս առաջարկը նախաձեռնող խումբը սկսեց բուռն քննարկել, բայց այդպես էլ արդյունք չեղավ։ Այս թեմայով ցանկացած հայտարարություն ձախողվում էր սուլոցներով։ Առաջարկել են, որպեսզի նախաձեռնող խումբը բարձրանա Բաղրամյան 26-ում հանդիպի Սերժ Սարգսյանին։ Նախաձեռնողների մի մասը հայտարարեց, որ դուրս են գալիս խաղից իրենց որոշումները չընդունվելու պատճառով։ Շուտով ոստիկանության ու ցուցարարների բախումները կանխելու համար հասարակական մի խումբ գործիչներ, ապա նաև падգամավորներ եկան, որ կենթանի պատ կազմեն նրանց միջև։ Մենք այստեղ լինելով, հասկանալով, որ սա քաղաքացիականը միացել ենք ի սրտե եւ ձեզ հետ ենք, ժողովուրդ ջան։ Հայտնի մարդկանց ու падգամավորների կենթանի պատ կազմելուց հետո էլ նախագահի հետ հանդիպման առաջարկի շուրջ ցուցարարները համաձայնության չեկան։ Այդ ընթացքում մի քանի տնտեսագետ երիտասարդներ ալտերնատիվ լուծում առաջարկեցին՝ ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի հեծի ծախսերը։ Հանձնաժողովն է բաղկացած լինելու, ստեղ հավաքված մարդկանցից, տնտեսագետներից, միջազգային աուդիտորական կազմակերպություններից, լրագրողներից։ Առաջարկից հետո սկսվեցին քննարկումներ, սակայն դրանք էլ անարդյունք էին։ Գիշերը ժամը 3-ից հետո ցուցարարների շարքերը նոսրացան, բայց Բաղրամյան պողոտան դարձյալ փակ է։ Ցուցարարները շարունակում են պահանջել կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը։ Զորապ Հարյան, Ավետ Տավյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։